Երգչուհի Նանան երկար տարիներ բեմում է։ Դեռ 2000-ականների սկզբին Նանան մշտապես ներկայացնում էր հիթային երգեր և սիրված էր հանրության կողմից։ Վերջին տարիներին Նանան նաև բավականին ակտիվ գործունեություն է ծավալում Instagram-յան էջում։ Նա տարբեր հրապարակումներ է անում, ցույց տալով իր առօրյան ժամանցը, ինչպես նաև աշխատանքները երգարվեստում։ Շատ հաճախ Նանայի էջում կարելի է տեսնել հումորային հրապարակումներ, որոնցով նա կիսվում է իր հետևորդների հետ։ Չնայած ակտիվությանը, երգչուհին երբեք անձնական կյանքի մասին անկեղծորեն չի խոսում, սակայն նրա սիրելի ունենալու մասին ակնարկներ իհարկե կան։ Նանան քիչ առաջ էլ լուսանկար է հրապարակել, հայտնելով, որ իրեն մեքենա են նվիրել։ Նանան այսպիսի գրառում է արել. «Շնորհակալ եմ այսպիսի շքեղ նվերի համար, ես հաճելիորեն զարմացած եմ, ես երջանիկ եմ», լուսանկարին կից գրել է երգչուհին ու չի մանրամասնել, թե ում կողմից է այսքան շքեղ նվեր ստացել։ Իսկ Star News-ը շնորհավորում է երգչուհուն և ձեզ ներկայացնում այն լուսանկարը, որը հրապարակել է նա քիչ առաջ։ Հավելենք նաև, որ երգչուհին վերջին տարիների ընթացքում հաճախ չէ, որ մասնակցում է հարցազրույցների, սակայն դեռ տարիներ առաջ, հեռավոր 2014 թվականին, նա մասնակցել է մի հարցազրույցի, որի ընթացքում անկեղծացել է ու պատմել իր կարիերայի ու գործունեության մասին։ Լրագրողի հարցը այսպիսին էր. «Ձեր հիմնական ֆինանսական միջոցները որտեղից են գոյանում»։ 2014 թվականից սկսել եմ երգել և իմ երգի միջոցով գումար վաստակել։ Եվ ասեմ, աշխատել եմ այնքան գումար, ինչքան ցանկացել եմ, պատճառն այն է, որ մարդիկ ինձ շատ են սիրում։ Բայց ինչպես ինքներդ նշեցիք, համերգներ գրեթե չեն կազմակերպվում։ Արդյոք որևէ ռեստորանում կամ ակումբում եք աշխատում։ Ես ակումբում կամ ռեստորանում չեմ աշխատում։ Երգում եմ այն միջոցառումների ժամանակ, որոնց հրավիրում են, դա կլինի 1 երգ, 2, կես ժամ կամ 40 րոպե։ Կյանքում միայն մի շրջան է եղել, որ անձնական խնդիրներ ունեի և ծրվելու համար աշխատեցի Աստաֆյան համալիրում, դա 2006 թվականն էր։ Բայց ասեմ, որ չեմ քննադատում և իրավունք էլ չունեմ քննադատելու այն երգիչ-երգչուհիներին, ովքեր այս կամ այն հաստատությունում երգում են։ Ինչ անում են, լավ ու ճիշտ են անում։ Ով ինչպես կարողանում է, գումար է աշխատում», նշել էր Նանան։ Եթե չեմ սխալվում, դուք բավականին թանկ վարձատրվող երգչուհիներից եք։ Արդյոք Հայաստանում ձեզ մեծ գումարներ աշխատել հաջողվում է, թե հույսը դրսի հրավերներին է մնում։ Դե եթե վաստակում ենք, նշանակում է հաջողվում է։ Բայց ճիշտ եք, գումարի մեծ մասը վաստակում ենք դրսում, հատկապես, որ Հայաստանում սովոր չեն երգչին շատ գումար տալ։ Իսկ վերջին հարցն այսպիսին էր. իսկ դրսի և դրսի պատվերների համար գումարային տարբերություն կա։ Ոչ, որտեղ էլ լինեմ, երգի գինը նույնն է։ Պարզապես Հայաստանում ժողովրդի ձեռքին գումար չկա։ Շատերն էլ ծանոթներ են մեջ գցում, որ գումար չտան։ Դա Հայաստանում ընդունված տարբերակ է։ Իսկ դրսում կարողանում են մեծարել, գնահատել երգչին։ Մարդիկ պետք է գիտակցեն, որ երգիչը երգերով է ապրում, և եթե իր աշխատանքը չես գնահատում ու գումար չես տալիս, չի նշանակում դու լավ տղա կամ աղջիկ ես։ Յուրաքանչյուրս էլ պետք է հաց ուտենք, շոր գնենք ու ապրենք, ու մեզ լավ զգանք։ Հարցազրույցներից մեկի ընթացքում անկեղծացել էր երգչուհի Նանան։ Բարի օր ժողովուրդ ջան, ոնց եք, հարգելի տիկնայք։ Էդ որ այդքան գրում եք, Նանա ջան, այդքան շատ սարքած ես, չգիտեմ, դզած փչած ես, 21 տարի է դուք բոլորդ ինձ բեմում տեսել եք, տեսել եք և տենում եք։ Ուզում եմ մի հատ հարց տամ էլի բոլորիդ։ Էդ երբ եմ ես գեշ եղել, որ այսօր դզե փչվել եմ։ Երբ։ Ինձ հետաքրքիր է։ Երբ է դա եղել։ Ասենք, եթե քիթ եմ վիրահատե, էդի դառավ հայոց պատմություն, բոլորը քիթ են վիրահատում, չգիտեմ, չեք քննադատում, բայց Նանայի քիթը դառել է հայոց պատմություն։ Էդ որ շրթունք ենք լցնում, այդ շրթունքը, չգիտես, աշխարհը լցրեց, դառավ մենակ իմ շրթունքները հայոց պատմություն։ Ինչ եք այսքանից քննադատում։ Կանեք չեք ամաչում, որ իմ մասին այդքան հիմար բաներ եք գրում։ Ասենք, չեք, որպես հայ կին, հայ աղջիկ լինելով, չեք ամաչում այդքան բաներ եք գրում։ Որ մեկիդ մասին եմ ես ինչ-որ վատ բան գրում, որ այդքան վատը, ասենք, նեգատիվով վատ բաներ գրում ու հայ կանայք, էլի։ Ես այդքան հայասեր, ես այդքան ազգասեր երգչուհի լինելով, ասենք, արդեն ինձ դուր չի գալի, չի կարելի։ Միշտ իմացեք, որ թշնամի ազգերը նայում ուրախանում են,
որ այն երկչուհուն, ով որ իր ազգի համար անում է, այն երկչուհին, ով որ իր ազգի կողքն է միշտ, թե դժվար, թե ուրախ օրերին, այդ երկչուհուն իր ազգի ժողովուրդը վիրավորում է։ Դուք միշտ իմացեք, որ դրանով գիտեք ովքեր շատ են ուրախանում, ասում են այդ էս լավ են անում, որ քեզ չեն գնահատում։ Մի արեք, կանայք, հայ կանայք, մի արեք, թարգեք։ Ես ոչ մի պլաստիկ օպերացիա չեմ արել։ Եթե քիթ եմ վիրահատել կամ պրոշ եմ լցրել, կամ կոսմետիկա ինչ որ միջոցառումներս դեմքս թարմ եմ պահում, չի կարելի։ Դա չի նշանակում, չի կարելի։ Դա չի նշանակում ես պլաստիկ կտրտել եմ մերեսներս, դες բան ես չեմ արել, հերիքա զզվցրիկ արդեն։ Չի կարելի ժողովուրդ, մի քիչ իրար հարգել, սիրել սովորեք։ Պետք է պատերազմ մնի, որ ինձ հարգեք, սիրեք, սովորեք, ինչա օգնություններ անեմ ժողովրդին։ Չեք ամաչում։ Մի արեք, ես ձեզ շատ եմ սիրում, մի արեք, այդ սերը կարում եք փոխանցեք, չեք կարում փոխանցեք, գոնե վատ բան մի գրեք, մի խոսեք իմ մասին, ոչ մի վատ բան։ Միշտ իմացեք, որ մարդու ճակատագրի հետ խաղալը դա ասուն դեմ դուս գալա։ Այդքան չի կարելի ասուն դեմ դուս գալ։ Այդքան չի կարելի ասու սիրած մարդուն, Աստված չէ որ ինձ շնորհք ա տվել, որ ես կարողանամ ժողովրդին օգնեմ, ժողովրդի կողքին լինեմ։ Ասու սիրած մարդկանց մի նեղացրեք, մի արեք։ Եթե դուք եք ասու սիրած մարդ, սիրեք պրոստը մարդկանց, կամ ուղղակի կողքով անցեք։ Լավ օր լինի։ Բարի օր բոլորին, ես եկել եմ հատուկ մոնվարեմ, վատ կոմենտներ գրողների համար, հենց նոր վատ կոմենտ գրողների համար։ Ես ասուց խնդրում, որ ձեզ Աստված բարություն տա ձեր հոգիների, ձեր աչքերին լույս տա, ականջներին լավ ձայն տա, որ դուք միայն տեսնեք լավը, լսեք լավը, փոխանցեք լավը, ձեր լեզուն բարյանը, ձեր մարդերի հետ միասին։ Ես մոմը հատուկ վարում եմ ձեզ համար, Աստված ձեզ երկարների կյանք տա ու լուսավորություն տա։ Բարյան եք դուք։ Հաջորդ մոմը վարում եմ լավ կոմենտներ գրողների համար։ Դուք էլ ավելի շատանաք մարդկային սեր փոխանցեք բոլորին։ Լույսի մեջ լինեք, Աստծո սիրով լինեք։ Ես մյուս մոմն եմ վարում եմ։ Ամենա իմ շատ սիրելի երկրպագուներն որ միշտ ինձ պաշտպանում են ինձ սիրում։ Ես էլ ձեզ եմ շատ սիրում ձեր համար։ Մնացած մոմերն վարելու եմ ընտանիքիս անդամների և մեր երկրի խաղաղություններին։ Լավ օր բոլորիս։ Դե իսկ Star News-ն այս հոլովակի համար առանձնացրել էր այսքանը երգչուհի Նանայի վերջին հարցազրույցից, ինչպես նաև նրա վերջին ինստագրամյան հրապարակումներից։